Զորավար Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ Սովորել է տեղի Մուշեղյան դպրոցում, ամուսնացել 17 տարեկանում, կինը մահացել է ծննդաբերության ժամանակ։ 1882 թվականին բանտարկվել է հայերին ահաբեկող թուրք ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ 1884 թվականին ընկերների օգնությամբ փախել է բանտից և մինչ 1886 թվականը Պոլսում հյուուսն աշխատել։ 1892 թվականին ձերբակալվել է Պոլսի հայատյաց ոստիկանապետի սպանությանը մասնակցելու համար։ Կրկին փախել բանտից։ Գործել է հրայր դժոխքի, աղբյուր Սերոփի խմբերում։ Վերջինիս զոհվելուց հետո 1899 թվականին ղեկավարել է հայդուկային խմբերը։ Կազմակերպել է Սերոփին սպանող Բշարե Խալիլից վրիժառությունը։ 1901 թվականին 30 ֆիդայիներով գլխավորել է Մշո Առաքելոց վանքի պաշտպանությունը 6000 թրքական զորքի դեմ։ 1904 թվականին Սասունի ինքնապաշտպանությունը։ Զբաղվել է հայ դատի քարոզչությամբ, հրատարակել մարտական հրահանգները։ 1912-ից 13 թվականներին Գարեգին Նժդեի հետ բուլղարական բանակում կազմակերպել են հայկական կամավորական վաշտ, որն աչքի է ընկել թուրքերի դեմ առաջին Բալկանյան պատերազմում։ 1914-ից 16 թվականներին Կովկասյան ճակատում ռուսական բանակի կազմում ղեկավարել է հայկական կամավորական առաջին գունդը։ Ակտիվ մասնակցել Վանի, Բաղեշի, Մուշի ազատագրման կռիվներին, Դիլմանի ճակատամարտին։ 1916-ից 17 թվականներին կազմակերպել է գաղթականների օգնության գործը, հրատարակել Հայաստան թերթը։ 1917 թվականին գլխավորել է հայկական հարվածող զորամասը։ 1918 թվականի հունվարին արժանացել է ռուսական բանակի գեներալ-մայորի կոչման։ Փետրվարին ղեկավարել է Էրզրումի պաշտպանությունը, ապա կազմակերպել տասնյակ հազարավոր գաղթականների անվտանգ տեղափոխումը Արևելյան Հայաստան։ Ղարաքիլիսայի ճակատամարտի ժամանակ Հովհաննես Թումանյանի հետ պաշտպանել է մոտ 30,000 գաղթականի։ 1918-ից 19 թվականներին Նախիջևանում և Զանգեզուրում թուրքական գերակշիռ զորքերի դեմ հաղթական կռիվներում պաշտպանել է հայության շահերը։ 1922 թվականին ամուսնացել է, քավորը Պողոսն ու բալն էր։ Սփյուռքում շարունակել է հայրենանվեր գործունեությունը։ Մահացել է 1927 թվականի օգոստոսի 31-ին Կալիֆոռնիայի Ռիչարդսոն Սփրինգս քաղաքում։ 1928 թվականին հուղարկավորվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը։ 2000 թվականին հայրենադարձվել է Եռաբլուր զինվորական պանթեոն։ Պարգևատրվել է ռուսական, բուլղարական, հունական, ֆրանսիական շքանշաններով և մեդալներով։ Անդրանիկի անունով են կոչվում հրապարակներ, փողոցներ, դպրոցներ, մետրոյի կայարան, տեղադրված են արձաններ, նվիրված են երգեր, թողարկվել են բացիկ և նամականիշ, հիմնվել է թանգարան և Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Անդրանիկ